Եվրոպայի համար վերջի 30 տարին իդեալական ժամանակ է, որովհետև իրենք չէին սպասում պատերազմի, փորձում էին այդ պատերազմը աչք փակեին, խոսքը ընդհանուր մինչև Ղրիմի գրավելը։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ղեկավարությունը այդ ժամանակ բանն էր 9-11-ներ, այսինքն պատերազմ terror-ի դեմ եւ այլն, այսինքն իրանք համատեղ օպերացիաներ էին իրականացնում 90-ականներին Հարավսլավիայում, այնուհետև Իրաքում, Հարավսլավիայում, նորից Իրաքում, Աֆղանստանում երկար համատեղ գործեր էին անում, գործողություններ էին անում, նորմալ համագործակցում էին։ Հիմա Տրամպը եկավ առաջի անգամ ասեց փողը, որտեղ իրականում այո, ամերիկյան տնտեսությունը չի դիմանում։ Եվ դա Չինաստանի հետ կապ չունի։ Ամերիկյան տնտեսությունը չի դիմանում, որտեղ ամերիկյան բնակչության կրթական մակարդակը եւ կրթության որակը ընկել է շատ ուժեղ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ֆանտաստիկ աճը, որ տեղի է ունեցել 40-ականներին, 50-ականներին, 60-ականներին, պայմանավորված է եղել նրանով, որ Եվրոպայում երկրորդ համաշխարհայինից հետո բոլոր քիչ թե շատ բան մարդիկ գնում էին Ամերիկա։ Գիտնականներ, չգիտեմ, մշակութային գործիչներ, ուղղակի մարդիկ, ովքեր ուզում էին ապագա, մարդիկ կառուցեին, կառուցողական էին, գնում էին Ամերիկա։ Ամերիկայի աճը դրանով էր պայմանավորված։ Հիմա այդ սերունդը գնացել է, Ամերիկան վերադարձել է նորմալ վիճակի։ Դրա համար Ամերիկան նորից ընտրում է ռեդնեկները, ընտրում են Տրամպերին, որոնք վստահ են, որ երկրագունդը կլոր է, այսինքն տափակ է, ու բանը, ակրելու են կանանց աբորտները, ու սենց ինչ-որ բաներ են խոսում, որ ասենք, չգիտեմ, դավադրությունների տեսություններից, որ ասենք, չգիտեմ, բան եք անում, ասում է, ինչ-որ մի հատ ուժ կա, ռեպտիլոիդներն են, որոնք ուզում են Եվրոպայի քրիստոնյաներին փոխարինեն, չգիտեմ, որտեղի մարդիկ, ովքեր չգիտեն իսլամն ինչ է, խոսում են իսլամից, կամ քրիստոնեությունը չգիտեմ ինչ է, ընդհանուր J.D. Vance-ը, կներեք 1000 անգամ բան, մարդը, ասենք, որ հարցնում են, աշխարհագրությունից հարց են տալի, չգիտեն, նախագահան անունը չգիտի երկրի, որ այդ խաղաղության պայմանագիր է կնքում, շփոթում է Ալբանիա, Կամբոջա, տալիս է իրար տան։ Այսինքն դասական ամերիկյան հասարակության կրթական մակարդակը, որը վերաբերվում է իր նահանգից դուրս տեղեկություններին, ինքը շատ ցածր է։ Եվ հիմա ինչ որ անում է Տրամպը, այսինքն ներհոսքը միգրացիոն, դա ոչ ֆանտաստիկա է, ոնց որ ինքը իր ոտին կրակի։ Ինքը սահմանափակում է հնարավոր ապագա զարգացումները, որտեվ այո, այս պահին ԱՄՆ-ն ունակ չի Եվրոպայի հետ ոտ գցել այդ բազմաթիվ բաներով, փիլիսոփայությունա, պատմությունա, նույնիսկ ինժինիրինգա, օրինակ չիպերի ամենակարևորագույն բաները, հաստոցները արտադրվում են Նիդերլանդներում։ Ամենամեծ վտանգը նրանում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սոցիալական հարցը, եւ հիմա իրենք կրճատեցին իդեպ առողջապահության ծախսերը, չքվեարկեցին, չերկարացրեցին, փաստացի երեկվա դրությամբ 23 միլիոն ամերիկացի հունվարի 1-ից մնում է առանց առողջապահության։ Ինչու ասա պայմանավորված ոչ միայն բաներով, այլ նաև ստանդարտների բացակայությամբ։ Այնտեղ քիմիական հավելումները արգելված չեն։ Թե հիշում եք ժամանակին նույնիսկ Հայաստանում աղմուկ բարձրացավ, որ ինչ-որ ուզում էին ալուր բերեին Ամերիկայից, թե այդ բաներից, հիմա կարող է, չեմ պնդում, բայց դա էլ պետք է ստուգվի, որովհետև ես խիստ կասկածում եմ, վերջերս բացահայտել եմ, դες հիմնականում հաց չեմ օգտագործում, բայց այս չափի հացեր են, այս, որոնց քաշ ասենք 50 գրամ է։ Դա ամերիկյան խմորն է այսպես կոչված, այդ հավելումներ, բաներ, քիմիական նյութեր, շատ համովա, շատ տենց լավ բուրմունք ունի, լիքը շաքարա մեջ է, այսինքն երեխեն, որ ուտում է, էլի ուզում, բայց սաղ թույն է։ Ամբողջը թույն է։ Այս ընտրությունների ժամանակ նույնիսկ հանրապետականներն էին բանանում, շատ հայտնի դեպք է։ Ֆանտա էր բերել, Բրիտանիայում արտադրված եւ բանում։ Նույն ֆանտան է, ԱՄՆ-ում եւ Բրիտանիայում։ Կարդում է բրիտանականի վրա պարունակությունը, 4-5 տող է, ինչ-որ կոնցենտրատ է, այսա, դա նորմալ հասկանալի ինչ-որ բաներ են։ Ամերիկանը մոտարապես 8 տող էր, ու ասում չգիտեմ, այս չգիտեմ ինչ է։ Ամերիկայի համար նախորդ նախագահների առնվազն, Ադենաուրից սկսած երևի Ադենաուրից հետո, օրինակ Ամերիկայի համար Դեգոլը միշտ եղել է թշնամի։
Իդեպ ասեմ Սիմոն Աբգարը գլխավոր դերն է ֆանտաստիկ կերպարն է շատ լավ ստացվել գծած ինքն է Դեգոլը ինձ համար առանցին մակարդակի քաղաքական գործիչ է տեսնենք ինչպես է խաղալու մոտիկ ոչ մեկ չկա բայց ամեն դեպքում Դեգոլին ատելով ատում էին ամերիկացիք ատում էին չէին սիրում Չերչիլին որովհետև եւ Դեգոլը եւ Չերչիլը եւ հետո Ադենաուերը դրանք մարդիկ էին ամերիկացիներին թվում էր թե իրանք կերան սախ Մարշալի պլանը իրականում Մարշալի պլանը Եվրոպայի համար այդքան լավ բան չէր նրանք տենց շուտ բան էին անում դու ամբողջությամբ քո տնտեսությունը բացում էր իրանք ամբողջ տեղեկությունները բաները ստանում էին սաղ ունենում էին քեզ ուղակի բան էին տալի հաց ու ջուր էին տալի Միացյալ Նահանգներ Եվրամիություն հարաբերությունների մեջ այս պահին կա սառնություն, որը պայմանավորված է Տրամպի ադմինիստրացիայով, անձամբ Տրամպի մոտեցումով, կարճ ասեմ, եւ հայտնի բազմոց բրդող փոխնախագահով, որը անձնական ատելություն ունի Եվրոպայի նկատմամբ։ Սրա հետևը կանգնած է նաեւ այդ տեխնոֆաշիստները, Իլոն Մասկը, Տիլը եւ այլն, իրանցը ֆինանսական է ատելությունը, որովհետեւ Եվրամիությունը համաշխարհային մակարդակով ամենախոշոր եւ ամենահարուստ եւ խոշոր եւ հարուստ շուկան է ինքը ինստիտուցիոնալիզացված է եւ Եվրամիության բոլոր քաղաքացիները պաշտպանված են այդ առումով Եվրամիությունը գիտեք երկու շաբաթ առաջ Մասկին օթերով հանեց 140 միլիոն Twitter-ն վզով դրեց որ բան չունի Մասկին ասում է Եվրամիություն պիտի քանդվի հա ինքը ատում են իրանք խնդրեմը որն է տեսեք Եվրամիությունը թույլ չի տալիս ամերիկյան տեսեք ամերիկյան օրենքների համաձայն այդ օրենքները հենց են գործում որ առաջի տարիներին այդ խոշոր կորպորացիաները ստանում են ամեն ինչ չկառավարվող այտենց այդ մինչև այդ հակատրեստային ընդունեցին սա Ամերիկայի կեսը բան էր այնտեղ վար երկնում հիմա ինչ է իրանք ուզում են Եվրոպայից որտեղ ամենահարուստ շուկան է հավաքեն անձնական տվյալներ, որ հետո գովազդ ծախեն։ Իրական իրանց բանը է դա Եվրամիությունը գլխից ասելա ոտերներ կջարդեմ։ Չկա տենց բան։ Չեմ թողելու։ Կգաք իմ մոտ դատա ցենտր կկառուցեք, ես այդ դատա ցենտրի ռուբիլնիկը կունենամ, այդ սախ Եվրոպայում կմշակվի, էլ մենք կասենք, որը կմշակվի, իսկ որը չես է հավաքի։ Այսինքն հիմա պայքարը իրականում գնում է երկու ուղղությամբ Տրամպը եւ տեխնոֆաշիստների ղեկավար Վենսը, որը փորձում է իր ընկերությունների համար ապահովի 500 միլիոնանոց հարուստ զանգված։ Էլ եմ ասում, Չինաստանը ուրիշ պատմություն է։ Աֆրիկան ավելի շատ են, Հնդկաստանը շատ են, իրանք աղքատ են։ Լատինական Ամերիկայում առանձնապես բան չես ծախի, որովհետեւ մշակույթն է ուրիշ։ Այդ մշակույթի մեջ Եվրամիությունն է եւ ԱՄՆ-ն, որ իրանք կարան ինչ-որ բան արտադրեն, ծախեն գովազդ, ծախեն, բան անեն իրար վրա աշխատեն։ Եվրամիությունը ասում է իմ մոտ չեք կարա։ Իմ մոտ իմ կանոնակարգով կծախեք։ Չէ։ Հայդե։ Հալաս, ստեղից։ Ռադներդ քաշի։ Եվ ամբողջ պայքարը սա է։ Սրա տակ քողարկված, այսինքն սա որպես դրդապատճառ ունենալով տարբեր տեսակի հիմարություններ է դուս տալի ամերիկյան ադմինիստրացիան։ Զորքերը կհանեմ, քիչ եք բանից, Ամերիկային ասենք լավ, հələ դեռևս Բայդենն էր, Եվրամիությունը որոշեց, այսօրվա դրությամբ եթե համեմատեք 22 թվի հետ 6 անգամ ավելացրել են ռազմական արտադրությունը ու հələ շունչ չեն արել այդ 150 միլիարդ դոլար մյուս տարի է նոր գալու։ Այսինքն իրանք առանձնապես բան չեն արել, ուղղակի sense հոп այսպես 6 անգամ ավելացավ Լեհաստանը մտավ G20-ի մեջ գլոբալ 20 տնտեսությունների մեջ Լեհաստանը ապահովեց իր ներկայությունը այսինքն Լեհաստանի բանը բյուջեն հասավ 1 տրիլիոն դոլարի դուք Եվրամիության հետ կատակ մի արեք հիմա G20-ի մեջ ասենք Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Անում, Բրիտանիան, այնտեղ շուտ Նորվեգիա, մոտ Լեհաստան կա արդեն արևելյան Եվրոպայի առաջի երկիրն է որ մտել Մասը ինչի է դա հետաքրքիր կարևոր, հա, մեր մոտ օրինակ գիտեք, մեր բորսան լեհերի ու դեպոզիտարյան լեհական բանի մեջ է։ Այսինքն մենք անմիջականորեն սա մեզ վերաբերվող հարց է։ Ես ամեն անգամ որ ասում եմ, մարդիկ չեն հասկանում, ինձ նույնիսկ Facebook-ում գրում են, ասում են դուք այդքան արևմտամետ եք, բայց ոնց որ Տրամփին ուրախ չեք։ Նորից եմ կրկնում, Տրամփը արևմտամետ չի։